ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեզ հետեւել ոչ միայն FM հաճախականությամբ, այլև դիտել, մուտք գործելով arm.radio.am կայք, դիտել կոճակը սեղմելով կամ էլ Facebook-յան հարթակ։ Հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, հետևում վիդեո տարբերակին։ 500,000 եվրոյի ներդրում Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացման համար։ Եվ այսպես ամփոփվում է շրջանաձև տնտեսության ոլորտում Հայաստանում մինչ օրս իրականացված ամենախոշոր նախաձեռնություններից մեկը Circle Up ծրագիրը։ Եռամյա ծրագիրն իրականացրել է Impact Hub ցանցը, Impact Hub Երևանի եւ շրջակա միջավայր եւ առողջություն հասարակական կազմակերպության հետ համատեղ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի այլ մանրամասներ կներկայացնեմ զրուցակիցներիս հետ միասին, ներկայացնեմ իմ այսօրվա բանախոսներին Հայաստանի շրջանաձև տնտեսության կոալիցիայի նախագահ IMC Արմենիայի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ Հայաստանի շրջանաձև տնտեսության կոալիցիայի հիմնադիր անդամ ISSD հասարակական կազմակերպության համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նախ եւ առաջ մեր ռադիո լսողների համար մի քանի բարձ դիտարկում շրջանաձև տնտեսության վերաբերյալ, որպեսզի հստակ պատկերացնեն, թե այն իրենից ինչ է ներկայացնում, թեպետ մի քանի անգամ հենց այս ծրագրի ընթացքում մենք խոսել ենք շրջանաձև տնտեսության մասին, հարցս երկուսի տեղված խնդրեմ։ Լավ, ես սկսեմ, երևի Մխիթարը որպես ոլորտի փորձագետ ավելի կլրացնի։ Շրջանաձև տնտեսությունը հաճախ հասարակության մեջ շփոթում են թափոնների վերամշակման կամ թափոնների հետ կատարվող ինչ որ գործունեության տեսակ, երբ որ դու փորձում ես կրճատել թափոնները, բայց դա անգլերենով ray-ով սկսվող բոլոր հիմնական բառերի սկիզբն է՝ մտածելակերպ, ստեղծել, ձևավորել, կազմակերպել, վերամշակել, վերաօգտագործել, վերակիրառել, այդ բոլոր տեսակները, երբ որ գծային տեսակից, երբ որ դու վերցնում օգտագործում նետում ես աղբը, վերածվում ես շրջանաձևի, երբ որ վերցնում օգտագործում ես, վերադարձնում ես նորից ցիկլ, փորձում ես օգտագործել, կիրառել կամ ի սկզբանե այնպես անել, որ վերջում թափելու, այսպես ասած, աղբավայր հասցնելու ապրանքները ավելի քիչ լինեն։ Երևի sense ավելի համառոտ սա կասեմ։ Հա, մի քիչ փորձեմ բարձրացնել, հա, շնորհակալություն գործընկերոջս։ Շրջաձև տնտեսություն ասելով նաև պետք է հասկանանք, որ ցանկացած թափոն, որ մենք մեր երկրում առաջացնում ենք, շրջաձև տնտեսության համատեքստում ինքը համարվում է ոչ թե թափոն, այլ ռեսուրս։ Իրականում մենք Հայաստանում ունենք թափոնի գնահատման մի քանի աստիճաններ, հա, ունենք թափոն, ունենք աղբ, եթե մի քիչ ավելի ենք ուզում նվաստացնենք, չեմ ուզում այդ բառն օգտագործեմ, նաև ունենք այդ բառը ու շրջաձև տնտեսության համատեքստում շատ կարևոր է թափոններին կոչել ռեսուրս, որովհետև մեր երկրի համար շատ կարևոր է բոլոր այն թափոնները, որոնք ի վերջո հայտնվում են աղբավայրում, չհայտնվեն աղբավայրում, այս տանան երկրորդ կյանք, ստեղծվի նոր արժեք հենց Հայաստանի Հանրապետությունում։ Հենց էսա շրջաձև տնտեսության ամբողջ իմաստը, որ ստեղծենք թափոններից կամ ռեսուրսից նոր արժեք։ Եթե կարող ենք ինչ-որ իրերից փորձենք այլ ռեսուրս ստանալ, ապա հավելյալ աղբից ենք նաև ձերբազատում, ճիշտ եմ, չէ՞։ Բայց այստեղ աղբի գործոնը բացի, քանի որ մենք շրջանաձև տնտեսությունն է, բառն ենք շատ հստակեցնում, այստեղ տնտեսական արդյունավետության գործոնը կա, որովհետև եթե բիզնեսի լեզվով խոսենք, դա ոչ միայն աղբի կրճատում, աղբ բառը եկեք այսօր եւի փորձենք շրջանցենք, թափոնի կրճատում, այլ միգուցեև այստեղ նաև խոսենք ռեսուրսների արդյունավետության մասին, ծախսերի կրճատման մասին, նոր պրոդուկտ ստեղծելու մասին, որովհետև այս դեպքում միայն չի գնում կրճատման խոսքը, այլ լրացուցիչ արժեք ստեղծելու հնարավորություն նույնպես կա։ Ինչը այլ երկրներում վաղուց արդեն անում են ըստ էության, մենք կարող ենք դա տեսնել, օրինակներ կան տարբեր երկրներում, զարմանում ես ոնց այսպիսի բան են ստանում եւ հումքը երբ տեսնում ես, հասկանում ես հումքը ընդհանրապես թափոնն է, որը չի վերածվել աղբի եւ դարձել օգտակար տնտեսական, այսպես ասած, ռեսուրս։ Հիմա փորձենք հասկանալ ինչու էր անհրաժեշտ նմանատիպ մեծ լայնածավալ ծրագիր իրականացնել Հայաստանում։ Ես գիտեմ ինչու, բայց եկեք բացենք նաեւ այս մեր ռադիո լսողների համար։
Ես կուզեի մի հավելում անել, անդադ հնչում է 500,000 եվրո շրջան ներդրումը, դա միայն այն ներդրումն է, որն ուղղվել է կազմակերպությունների շրջանաձև պրակտիկան զարգացնելու համար, ընդհանուր ծրագիրը 1.7 միլիոնի մասին է խոսքը գնում, որտեղ ներառվել է մի շարք կրթական հնարավորություններ, փորձի փոխանակում, նյութերի պատրաստում, միջոցառումների ցանկ, դրա համար ես կարծում եմ իր հնարավոր ծրագրի ազդեցությունը 3 անգամ ավելի մեծ է եղել, միգուցե եթե հաշվենք իր հետագա էֆեկտները ավելի մեծ կլինի, բայց 500,000 եվրո ուղղվել է սկսնակ բիզնեսներին, որպեսզի իրենք սկսեն շրջանաձև պրակտիկան ներդնել, գործող բիզնեսները, որպեսզի ավելի շրջանաձևության համար ունենան կապիտալ ներդրումներ։ Այստեղ 1.7 միլիոն մասին ենք խոսում։ Չէ, 500,000-ը ուղիղ ուղղվել է որպես դրամաշնորհ, բայց ընդհանուր առմամբ ծրագրի ազդեցությունը 1.7 միլիոնի է, որի մեջ տարբեր այլ միջոցառումներ ու գործողությունների շարք եղել, իդեմս նաև կոալիցիայի ստեղծման եւ կոալիցիայի անդամների օրինակ փորձի փոխանակման Նիդերլանդներ, վերապատրաստումներ, որակավորումներ, հիմա Հայաստանում կան 7 սիրկո որակավորված էքսպերտներ, որոնք միջազգային ստանդարտի, այսպես ասած, համապատասխանում է։ Դրա համար նախ ուզում եի այդ մասով հստակեցնել, որ ծրագրի ազդեցությունը բյուջեն շատ ավելի մեծ է, քան միայն բիզնեսներին ուղղված գումարները։ Իսկ ինչի է ծրագրի կարիքը, այսպես ասած, առաջացել։ Եթե ասենց ավելի բիզնես լեզվով խոսենք կամ տրենդների խոսքով, կայունությունը կանաչ օրակարգը շատ արագորեն եւ շատ ակտիվորեն մխրճվում են բիզնես տնտեսության զարգացման օրակարգ եւ սկսած ֆինանսավորման գործիքների մշակումից մինչեւ անգամ կազմակերպությունների արդյունավետ ստրատեգիական լուծումների գնալուց կամ տրանսֆորմացիոն ծրագրերից արդեն բոլորը սկսում են կենտրոնանալ կայունության, ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կրճատելու վրա եւ Impact Hub-ը, որը ծրագրի հիմնական իրականացնողներից էր գլոբալի հետ, իրենք հասկացան, որ հիմա ժամանակն է, միգուցե եւ ամենաճիշտ ժամանակն է, որ այս պրակտիկան բերել Հայաստան եւ տարածել ու կարող ենք ասել, որ այս պահին շրջանաձև տնտեսության պրակտիկայի խթանման առումով Impact Hub-ը, Circular ծրագիրը պիոներներից մեկն էին, որոնք այսքան մասշտաբային գաղափարը փորձեցին տարածել։ Օրակարգային է արդեն կանաչի, այսպես ասած, թեման եւ շրջանաձև տնտեսությունը մեր երկրում դա ավելի քան արդիական է, որովհետեւ մենք ինձ թվում է նորություն չի, որ չունենք ռեսուրսների հսկայական ծավալներ եւ սահմանափակ ռեսուրսները ստիպում են, որ ավելի գրագետ ու արդյունավետ լուծումների գնան բիզնեսները։ Սահմանափակ քանակությամբ ռեսուրսներն էլ չենք կարողանում ճիշտ օգտագործել։ Դրա համար ավելի քան արդիական է, էլի։ Այսօր ոնց կլինի։ Ես կուզեի նշել նաև, որ 26, եթե թիվը ճիշտ եմ հիշում, կազմակերպությունը ստացել են դրամաշնորհներ, որից 10-ը ստարտափ կազմակերպություններ կամ ստարտափեր, որպեսզի իրենց գործունեությունը հենց սկզբից լինի շրջանաձև, 6 փոքր եւ միջին բիզնես, այսինքն բիզնեսը նույնպես ստացել է դրամաշնորհ, որպեսզի իր բիզնեսը ավելի շրջանաձև դարձնի եւ ցույց տա մնացած բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, որ շրջանաձև տնտեսությունը մենակ ծախսի մասին չի, այլ նաեւ դու կարողանում ես քո ծախսերը նվազեցնես, քո ռեսուրսները արդյունավետ օգտագործես ու եւս 12 հկեին տրվել է դրամաշնորհ հիմնականում իրազեկվածության վարկագծային այդ փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու համար, քանի որ եթե մենք խոսում ենք ելի շրջանաձև տնտեսությունների շրջակա միջավայրի պաշտպանությունից, հիմնական 3 հիմնական խնդիրներ, որ մենք ունենք, դա իրազեկվածության մակարդակի բացակայությունը կամ վարկագծային խնդիրներ, մշակութային խնդիրներ, դա առաջինը, երկրորդը ենթակառուցվածքային խնդիրներ, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում, դա լոգիստիկ համակարգերի բացակայություն կամ սակավություն, ինչպես նաև վերամշակող կազմակերպությունների կամ բացակայություն, կրկին կամ կարողությունների սակավություն, եւ վերջապես երրորդը դա իրավական դաշտն է, որտեղ բնականաբար մեզ անհրաժեշտ է որոշակի գործիքակազմ, որպեսզի մեղմացնենք, կառավարենք ոլորտում արկա հիմնախնդիրները, չնայած մեղմացնենք թե խստացնենք։ Մեղմացնենք խնդիրները, խստացնելով մեղմացնենք խնդիրները։ Եվ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ունենք նաև, այսինքն Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է ընդունել մի շարք օրենքներ, որոնք կնվազեցնեն շրջակա միջավայրի ռիսկերը ու կխրախուսեն շրջանաձև տնտեսության այդ անցումները։ Շրջակա միջավայրի ռիսկերը նվազեցնելու համար պետք է փոխվի նաև մտածողություն։ Սա ամենագլխավորներից է ըստ երևույթին, որովհետև մինչև մենք չփոխենք մեր մտածողությունը, մենք շարունակելու ենք աղտոտել, մեր հետևից չհավաքել, չգիտեմ, վնասակար նյութերը լցնել գետերը, լճերը, մի խոսքով, այս տարբերակը
Հույս կա։ Այդտեղ հույս կա, բայց ես ուզում եմ մի քիչ ուրիշ ձևով հարցին պատասխանեմ։ Մենք խոսում ենք հայրենասիրության մասին։ Հայաստանի Հանրապետություն չկա տես մարդ, ով չի ասում ես հայրենասեր եմ։ Ես ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին, որ այլևս հայրենասիրությունը դիտարկենք, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը եւս հայրենասիրություն է։ Գետը չախտոտելը հայրենասիրություն է։ Մեր տարածքները, մեր, չգիտեմ, փողոցները չախտոտելը հայրենասիրություն է։ Ինչ նշանակում հայրենասիրություն, այսինքն սիրում ենք մեր հայրենիքը, բայց երբ որ մենք դուրս են գալիս հիմա փողոցներ, մեքենան վարում ենք տարբեր, չգիտեմ, մարզից մարզ, մենք տեսնում ենք, չգիտեմ, ճանապարհները, եզրերը ախտոտված ու մենք ասում ենք մենք սիրում ենք մեր երկիրը, կներեք, երկիրը ախտոտելով չեն սիրում։ Այո, երկիրը ախտոտելով արեք պայմանավորվենք, մեր երկիրը սիրենք, չախտոտելով, ոչ թե ախտոտելով։ Դրա օրինակ իմ համար պարզ բան կա, երբ որ դու ձեռքիդ օրինակ, չգիտեմ, ծամոնի թուղթը, ծխախոտը կամ ինչ-որ բան, քեզ թույլ ես տալի աղբամանից դուրս նետել կամ ավտոյից դուրս նետել, էլ կարող ես ոչինչ չշարունակել, որովհետև այդ ամենամանր քայլերից է սկսում, մենակ սարեր, լեռներ, գետեր չի, մեր ամեն օրվա վարքագծում, երբ որ մանրուքներ են դրա։ Հա, երբ որ դու քո ձեռքի թուղթը ավելորդ արդեն թափոնը չես մտածում, պայուսակը ես պահում կամ գրպան ես դնում, ինչեւ որ մոտենաս առաջիկա աղբաման նետես, դա ամենա այդ մանր քայլից երևում է։ Բայց կուզեի վերադառնալ վարքագծին, հետաքրքիր է նույնիսկ գիտականորեն, մեթոդաբանությամբ, երբ որ մենք խոսում ենք շրջանաձև տնտեսության մասին, այնտեղ սանդուղքի օրինակ կա, վերամշակումն ու վերաօգտագործումը, դա ամենաներքևի օղակն է։ Ամենաարդյունավետ օղակը գալիս է մտածելակերպից, ռեսինգ, վերամտածել, վերադիզայնավորել, վերակազմել, այսինքն մենք շատ ենք կենտրոնանում արդեն ստեղծած թափոնի մասին, բայց դա ամենաներքևի ցածր օղակն է։ Դու պետք է ի սկզբանե ամեն ինչ այնպես կազմակերպես, որ դա թափոն չլինի։ Նույն եթե մենք եկեք ամեն մեկս մեր կենցաղ էլի վերադառնանք, մենք ամեն օրվա Մեր տատիկները վաղուց տանը կենցաղ։ Մենք ամեն օրվա մեր գնում կազմակերպել, ինչպես ենք պլանավորում գնանք սուպերմարկետից գնում կատարելու, սկսած մեր հետ տոպրակ տանելուց, սկսած իրերը գնելուց, օրինակ մենք գնում ենք իր, որ պետք է օրինակ նույն ձուն, գնում ենք տոպրակով, թե գնում ենք իրատուփով, որը որ 5 րոպեից հայտնվելու է աղբանոցում, այդ ամենամանր գնման process-ում անգամ ամեն մեկս մեր կենցաղում, որ մի պահ մտածենք ընտրություն կատարելուց առաջ, իսկ ինչ եմ անելու ես, որ սա եմ ընտրել եւ ոչ թե նա, պլյուս որ ավելել վճարում եմ, 5 րոպեից երկուսն էլ հասնելու են աղբանոց, որը ավելի քիչ տարածք կգրավի, ավելի քիչ կախտոտի, միգուցե մենք sense ամենօրյա մանր քայլերով կարող ենք որոշակի փոփոխություններ բերել։ Սա լուրջ խնդիր է իրականում։ Իսկ երբ մարդ ինչ-որ բան չի ուզում, երբ որ չգիտի, թե երբ որ իրոք չի ուզում։ Իրոք չի ուզում։ Հիմնականում տեղյակ չի, որովհետև ինքը դրա հետևանքներից չգիտի, ինքը չգիտի դրա այլ ընտրանքը եւ իրան ոչ մեկ չի ասում դա չի կարելի, եթե դու դա այդպես շարունակես, քեզ այսպես ինչ որ պատասխանատվության է ենթարկվում։ Հիմնականում եկեք ընդունենք, որ երազեկվածության մակարդակը հետևանքների մասին եւ ընդհանրապես ավելի գլոբալ շատ ցածր է։ Ես բնականաբար շատ հասարակության մեջ կա որոշ զանգված, ով այդքան մտահոգված չի մեր շրջակա միջավայրի նկատմամբ կամ ընկերասեր չի մեր շրջակա միջավայրի նկատմամբ, դրա համար հենց իրազեկվածության մակարդակի բարձրացման գործիքակազմը մեզ պետք է գա օգնի, որպեսզի մենք հանրության շրջանում ձևավորենք որոշակի վարքագիծ, չգրված օրենքներ, կան չէ՞ մեր հանրության մեջ, որ չպետք է այս անեք, պարզապես չպետք է ասենք, որտեվ ամոթը, լավ ասենց ասեմ, կա հանրային ճնշում։ Այմես պետք է հենց այդ հանրային ճնշումը, այդ ամոթի զգացողությունը, որ երբ որ օրինակ մեկը մյուսին տեսնում է, որ աղբը թափոնը թափում է գետում կամ ցամաքային տարածքում, այդ լինի ամոթ, դա լինի հանրային ճնշում, ու մենք պետք է հենց մեր իրազեկման այդ գործիքակազմով այդ հանրային ճնշումը ձևավորենք մեր հասարակության շրջանում, որ թափոն թափելը ամոթ է, իրան պետք է անցնել ռեսուրս, այ երբ որ մենք թափոնին աղբին ընկալեցինք ռեսուրս, մենք հենց այդ օրվանից մեր բոլոր հարցերը կլուծվի։ Այդ նույն չարաճճի քաղաքացին, որը այստեղ չի հոգատարությամբ չի լծված հայրենիքի հանդեպ, այլ երկրներում կատարում է բոլոր օրենքները, դառնում է շատ օրինապահ, իսկապես շատ արագ վերափոխվում է։ Այդ չեմ կարող ասել կասել։ Ես նշեցի 3 հիմնական խնդիր՝ վարքագծային խնդիր, ենթակառուցվածքային խնդիր եւ իրավական խնդիր։ Եվ այս 3 խնդիրը մի օրգանիզմի գործիքներ են, հա։ Իրենք իրար հետ պետք է աշխատեն։ Ձեր նշած անձը կամ անձիկ, ովքեր գնում են եվրոպական երկրներ, դեռ արդեն իրավական դաշտն է շատ լավ գործում, որպեսզի նրանք լինեն այնպես, ինչպես
ուզում են տվյալ քաղաքում կամ տվյալ երկրում։ Դրա համար մեզ պետք են այս 3 ուղղությունները մշակութային, ենթակառուցվածքային եւ իրավական համաչափ իրենք զարգանան։ Եթե որևիցե մեկը զարգացած չեղավ, մենք բնականաբար խնդիրն ամեն օր չի աշխատելու։ Ամբողջությամբ չեք կարծում, որ այս մտածողության փոփոխությունը պետք է սկսել փոքրերից, որովհետեւ իրենք սովորելով նաեւ տանում են տուն։ Տատիկ պապիկների վրա եմ խոսում, ասում են չի կարելի այսպես անել, հաճախ ենք նկատում։ Հավի ձվի պատմությունն ա լինում, որովհետև շատ դեպքերում երեխաները դպրոցում անկապարտեզում սովորում են կարևոր կանոններ, գնում են տուն, այդ կանոնները դուր բացելուց միանգամից կոտրվում է, ու իրականում գիտեք, շատ դեպքերում կրթական նախաձեռնությունների ազդեցությունը լինում է թույլ, որովհետև դու աշխատում ես մի օղակի հետ, օրինակ, չգիտեմ, աշխատում ես երեխայի հետ, բայց ծնողներին բաց ես թողում այդ օղակում։ Հզորացնում են կանանց, չեն հզորացնում ընտանիքը, եւ երբ որ այդ դիսբալանսն առաջանում է, այնինչ որ դու դպրոցում սովորում ես ու դռներից տուն դա վերանում է, միանգամից դառնում է, եթե երեխայի մոտ էլ կարող է հարց առաջանա, ասել լավ, ծնողներս են ճիշտ, ամեն դեպքում ընդունենք, որ ծնողները լուրջ ազդեցիկ են երեխաների համար, թե դպրոցում են ինչ ճիշտ։ Իհարկե, կրթությունը ամենայդ ներքևի օղակից սկսված վարքագծի վրա լուրջ ազդեցություն է թողում, բայց ինչպես քիչ առաջ Մխիթարն ասաց, երբ որ մի կողմից ես մոտենում խնդրին, այն երկուսը չի աշխատում, դա լինելու է էլի թերի, որովհետև կարող է հակառակ էֆեկտ ունենա։ Շատ հիմա դպրոցներ մանկապարտեզներում ես շատ ուրախանում եմ, որ տեսնում եմ կա տարբեր, այսպես ասած, պատասխանատու վերաբերմունք աղբի տեսակավորման հետ կապված, ինչ որ տարբեր մրցույթներ են անում, խցաններ հավաքելու եւ այլնի հետ կապված։ Երեխաները հասկանում են, որ այստեղ ինչ որ կարեւորություն կա ու սկսում են կրճատել իրենց վարքագծում թափոնի առաջացումը, բայց դա ավելի մեծ ազդեցություն թողելու համար ցանկալի է աշխատել ամբողջ խմբի հետ եւ ոչ թե միայն երեխաների։ Հիմա ամփոփենք թեթև, հասկանանք արդյունքները, տեսանելի եւ ակնկալիքների մասին խոսենք, որքան են դրանք արդարացել, ի վերջո ամենամեծ մասշտաբային ծրագիրներ։ Հա, ի հպարտություն մեզ ծրագրի շրջանակներում բացի այսքան մեծ ռեսուրսներ տարածելուց եւ այսքան բիզնեսներին աջակցելուց ու իրազեկվածության արշավներ կազմակերպելուց ստեղծվեց կոալիցիան, որը բաղկացած է 15 տարբեր ոլորտի պրոֆեսիոնալ էքսպերտներից, որոնք իրենց թիկունքում ունեն շատ լավ փորձ, երբ որ ծրագրի ավարտն եկավ, մենք հասկացանք, որ այս մեծ աշխատանքն ու ռեսուրսը չենք ուզում բաց թողնել եւ մենք մեր կարևոր քայլերից էր մարդիկ ծրագրերը սկսելուց են կառուցում ինչ որ կառույց, մենք ծրագրի ավարտին որոշեցինք ինստիտուցիոնալիզացնենք կառույցը եւ ի ուրախություն մեզ դեկտեմբերի 12-ին գրանցվեց կազմակերպությունը եւ այս արդեն ստեղծած արդյունքները մենք փորձելու ենք տարածել, զարգացնել, մանավանդ որ խոսեցինք իրավական կարգավորումների մասին, երկու շատ մեծ փոփոխություններ մեզ կսպասվեն, մեկը արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենքը, որը որ ուժի կհաստատվի եւ ուժի մեջ կմտնի, որը նույնպես շատ խթանելու է շրջանաձև տնտեսությանը, եւ վերջի գործողությունների ծրագիրը 2030 թվականի մինչեւ, որ հաստատվեց կառավարության կողմից, որտեղ էլի շրջանաձև տնտեսության խթանումը կարևոր գործողությունների խումբ է։ Մենք կառույցով, կոալիցիայով այն մեծ համայնքը, որը հիմա ստեղծվել է, որոնք որ այսպես ասած իրենց թիկունքում վերցել են շրջանաձև պրակտիկայի գովազդումը, կփորձենք շարունակել, զարգացնել, մեծացնել ու հիմա էլի ընթացիկ այլ ծրագրերով, հիմա туриզմի ոլորտում ենք ծրագիր իրականացնում 6 մարզերում, որպեսզի շրջանաձև տնտեսության անցնեն հյուրատնային զբոսաշրջանային ոլորտի կազմակերպությունները տարբեր ինկուբացիաներ են տեղի ունենում, որտեղ որ սկսնակները գալիս եւ սկսում են կենտրոնանալ, ու գիտեք հետաքրքիր բան կա։ Բիզնես ոլորտում կա չգիտակցված շրջանաձևության պրակտիկա, ինչպես որ դուք ասում եք, մեր տատիկներն են։ Շատ բիզնեսներ ինքնուրույն ռեսուրսների խնայողության, արդյունավետության համար ունեն հստակ պրակտիկաներ, ինչպես կարող են պրոդուկտի կյանքը երկարացնել, հաճախորդի համար ստեղծել ավելի լավ պրակտիկա, չմոռանանք վերանորոգման հնարավորությունները, որ մենք տարիներ շարունակ ունենք, ուղղակի ոչ մեկ դա երբեք չի պիտակավորել որպես շրջանաձև տնտեսություն։ Անուն ուրիշ է եղել, էլի, ուղղակի տեսել ենք։ Ոչ մի անուն չեն դրել, նույնիսկ երբեմն, նույնիսկ իրանք ասում են, մենք այդ թեմայի հետ չենք ուզում առնչվենք, բայց իրանք այդ թեման իրականացնում։ Իրականում ես նաև կուզեի, որ մենք առաջիկա ժամանակահատվածներում փորձենք իրազեկվածությունն այնքան բարձրացնենք, որ այս ոչ գիտակցված շրջանաձևությունը սկսվեր իրականում ճիշտ
լույսի տակ ներկայացվել եւ ես կարծում եմ, եթե փորձեն ստատիստիկա անցկացնել, ինչ որ ժամանակ անց կպարզվի Հայաստանում կանաչ պրակտիկայի իրական փորձը շատ ավելին է, քան որ հիմա չգիտակցված կերպով շատերը չեն կարողանում դրան այսպես ասած իրենց չեն ներառում այդ օրակարգի մեջ, բայց մենք շատ տարիներ, դարեր շարունակ ունենք շրջանաձևությունը, մեր կոշկակարների խանութներն են դրա փաստը, լիստեյեմի անընդհատ վաճառելու պրոդուկտները անդադ նոր կյանք տալու հնարավորությունը, նվիրելու հնարավորությունը, այո, նվիրելու, նույն մանկական մանկասայլակները ծնողներն իրար փոխանցելու, որ նորը չգնեն ավել անգամ, մենք ունենք շատ լավ պրակտիկաներ, անունը չկար ուղղակի, հիմա դրեցինք շրջանաձև տնտեսություն։ Ես մի փոքր ուզում եմ մեր կոալիցիայի մասին անդրադառնամ, հա։ Ես ուզում նշեմ, որ մեր կոալիցիան հենց Circle-Up ծրագրի հետագա կայունությունը ապահովելու համար հիանալի գործիք է ծառայելու ու կոալիցիան հիմնականում բաժանված է 3 աշխատանքային խմբի եւ կառավարման, հա, մարմնի միջև 3 աշխատանքային խմբերը դրանք բնականաբար իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղված աշխատանքային խումբ է, տեխնիկական աշխատանքային խումբ է եւ բնականաբար քաղաքականություն մշակող աշխատանքային խումբ է եւ մենք բնականաբար այս տարիների ընթացքում փորձելու ենք այդ 3 ուղղություններով շրջանաձև տնտեսությունը ավելի ամրապնդել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, բոլոր համայնքներում, բիզնեսում, որտեղ բիզնեսը շատ մեծ դեր ունի շրջանաձև տնտեսության ամրապնդման, իրազեկման, որովհետև եթե իրականում հենց բիզնեսն է ստեղծում խնդիրներ ու նաև պետքա բիզնեսը այդ խնդիրները լուծի ու Սիլվան նաև խոսեց հյուրընկալության ոլորտում արկա շրջանաձև տնտեսության օրինակների մասին, ես կնշեմ նաև որ շատ հյուրանոցներ իրենց գործունեությունը շրջանաձև են վարում, պարզապես իրանք չգիտեն դրա մասին, այսինքն ասում դուք այդ ամեն ինչը ունեք, պարզապես պետքա փաստաթղթավորել ու ճիշտ ներկայացնել, որովհետև դուք այդ ամեն ինչը իրականում մենք շատ օրինակներ ունենք Հայաստանի Հանրապետությունում թե բիզնեսը, թե հյուրընկալության ոլորտում ներառված ընկերությունները իրանք իրենց գործունեությունը ծավալում են որպես շրջանաձև, պարզապես պետք է իրենց ասել, որ դա շրջանաձև է, դրա մասին ասեք։ Ուղղակի գործը իր կատարած աշխատանքի անունը տանք, էլի, այս բանակը։ Նաև իրանք կարելի է հուշել, չմոռանանք, որ կանաչ օրակարգը ոչ այնպեսին է տրենդ, նաև դա հեշտացնում է բիզնեսների համար ֆինանսների հասանելիությունը եւ դա իրենց ավելի մատչելի ու հեշտ ֆինանսներ կարող է ստեղծի ու իրենց առավելությունը ճիշտ փաթեթավորելու արդյունքում կարող են իրենց բիզնեսի համար ավելի շատ օգուտներ քաղեն, քան դասական շրջանաձև տնտեսության ընդունված օգուտները, ռեսուրսների խնայողություն, նոր պրոդուկտներ, ծախսերի կրճատում եւ նոր հնարավորություններ։ Այսինքն սա նաեւ մի քիչ խորամանկության դեպքում իրենց առավելությունը ճկունենք, այո, երբ իրեն հենց բիզնեսները սկսում են գիտակցել այդ մասին, ասում են, օրինակ, Հայաստանում կա 47 աջակցման ծրագրեր, որոնք հենց էներգախնայողության եւ այլ ռեսուրսների ձեռքբերման դեպքում արտոնյալ աջակցման ծրագրերի հնարավորություն կա։ Իրենք ընդհանրապես քանի որ չեն իրենց դիրքավորում այդ պրակտիկայում նաև չեն էլ կարողանում այդ առավելություններից օգտվել ու դրա համար Մխիթարը ներկայացրեց մեր հիմնական 3 ուղղությունները պետական հատվածի հետ աշխատանք, հանրության շրջանակներում իրազեկում եւ աշխատել ՓՄԾ-ների հետ, սրանք 3 հիմնական կարևոր մեր գործիքներն են։ Բայց որքան հասկանում եմ առաջնային հիմնական այն շատ կարևոր գործընթացը դա իրազեկվածության գործընթացն է, որովհետեւ մինչեւ տեղեկացված չլինեն այդ ձեր մատնանշած մյուս հարցերը չեն լուծվի, որովհետեւ տեղյակ չեն։ Դուք բազմաթիվ օրինակներ բերեցիք հիմա, ու որքան հասկանում եմ, այստեղ որքան կարևոր է նաև իրազեկվածության աստիճանը տանել նաև բիզնես ոլորտ, ոչ միայն քաղաքացիներին, չէ՞ որ մենք օրինակներ բերեցինք բիզնես ոլորտի մասով, իսկ մեր տնտեսության շարժիչ ուժը իհարկե տեղական արտադրությունն է, բիզնեսն է, եւ եթե նրանք չլինեն, շատ հարցերում մենք շատ ավելի մերկ կլինենք այս առումով եւ արդյոք դուք նաև պլանավորում եք լայնամասշտաբ իրազեկվածություն անել կամ վերապատրաստել բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն, որ իրենք ճիշտ են անում, ունում է միայն փաթեթավորել ճիշտ եւ ըստ այդմ օգտվել հավելյալ կարևոր գործընթացներից։ Իրազեկման մասով երևի հենց շնորհակալություններից մեկը կուղենք ձեզ, որ սա էլ է լավ իրազեկման հնարավորություն, որովհետև կարծում եմ այստեղ բավական շատ ինֆորմացիա հնչեց, որը որ լսելու դեպքում կարող է փոխել հենց այն բիզնեսը, որ այս պահին կիրառում այդ շրջանաձև պրակտիկան, ասի մի րոպե գնամ տեսնեմ կարող է ես էլ եմ այս կանաչ օրակարգի մեջ տեղյակ չեմ։
Երկրորդ մենք իրազեկումը երկու մեթոդով ենք անում, մեկը իրոք մեդիայի միջոցով, կոմունիկացիայի միջոցով տարածելը եւ երկրորդ իրազեկել տեղեկացնելու միջոցով, այսինքն վերապատրաստումներ, պրակտիկայի կիսում, հաջողության փորձի կիրառում եւ արդեն նշեցի օրինակ սիրկուլատիա ծրագիրը, որ կա, որ զբոսաշրջության ոլորտում գործելու է 6 մարզերում, այնտեղ բացի այն վերապատրաստումները լինելու են networking միջոցառումներ, որտեղ կան հանդիպեն, բայց դա միակը չի լինելու, մենք կոալիցիայով էլ պլանավորում ենք տարբեր ՓՄԾ ոլորտների համար իրականացնել թե իրազեկման հանդիպումներ, թե networking-ի հնարավորություն, որտեղ իրանք չգիտեն կառույց կա։ Եվ նաև վերապատրաստել, տալ իրենց գործիքներ, լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ, որոնք կհեշտացնի նույնիսկ եթե իրանք չունեն կամ գրագետ չեն իրականացնում, ավելի ճիշտ մեթոդաբանությամբ դա դնեն պրակտիկայի մեջ։ Ես ուզում եմ ավելի շատ իրազեկվածության հետ կապված խոսել նաև իրավական դաշտում արկա այն փոփոխությունները, որոնք մենք սպասում ենք, կամ օրենքները, որոնք մենք սպասում ենք, որ ընդունենք։ Սիլվան նշեց, որ արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենքի մասին, որը նախատեսվում է մոտ ապագայում ընդունվի, որը նաև հնարավորություն է տալու բիզնեսին, որպեսզի իրենք ավելի պատասխանատու լինեն իրենց առաջացրած թափոնների նկատմամբ, այսինքն պատասխանատվություն կրեն, որ թափոնները գնան վերամշակվեն ի վերջո։ Եվ երկրորդը ես կուզեմ նշեմ, որ 2027 թվականի հունվարի 1-ից արդեն Հայաստանի Հանրապետությունում արգելվելու է ցանկացած տեսակի մեկանգամյա օգտագործման պլաստիկը, դա կլինի տոպրակները մեկանգամյա օգտագործման, դա կլինի պլաստիկի սպասքը, բաժակը եւ այլն, որը շատ ուրախալի է եւ հուսով եմ, որ հենց 2027 թվականի հունվարի 1-ից ես ասում եմ սա նրա համար, որպեսզի բիզնեսը նախապատրաստվի դրան, այն բիզնեսը ով արտադրում է պլաստիկե սպասք, պլաստիկե տոպրակներ, մեկանգամյա օգտագործման, այո, որպեսզի իրենք արդեն այլընտրանքներ առաջարկեն մեր քաղաքացիներին։ Ինչու է սա կարևոր, որովհետև հենց այդ տեսակի թափոնները, փաթեթավորման այդ տեսակի թափոնները, իրանք շատ մեծ վնասակար ազդեցություն ունեն շրջակա միջավայրի նկատմամբ։ Շատ թափոններ, նշված թափոններ չեն վերամշակվում, հայտնվելով աղբավայրում ինքնայրում է տեղի ունենում ենք օդի աղտոտվածություն, ջրային համակարգի աղտոտվածություն եւ այլն, որը շատ լավ է եւ խոր կտամ մեր բիզնեսին բնականաբար հենց այսօրվանից մտածեն այլընտրանքների մասին։ Վերամշակելու մասին ավելի շատ մտածեն։ Վերամշակելու մասին, այո, վերամշակելու մասին, այլընտրանքային միջոցների մասին, թղթից օրինակ իրենք առաջարկեն տարբեր ապրանքներ, ոչ պլաստիկ։ Ոչ պլաստիկ։ Դեք հետաքրքիր խոսքը, որ ով պետք է վճարի ստեղծած թափոնի համար, պետք է ինչ-որ մեկը վճարի, այս դեպքում օրենքը ենթադրում է արտադրողին, բայց մյուս դեպքերում, երբ որ քաղաքացիներն ասում են, դե լավ, մենք ինչի պիտի վճարենք, ուղղակի իրանք չեն հաշվում, որ դա վճարում են հիվանդանոցներում եւ այլ վայրերում դրա հետևանքները, մենք բոլորս վճարում ենք դրա համար, ուղղակի տարբեր ժամանակներում ու տարբեր վայրերում։ Երբ որ սկսեն մտածել բոլորը, դա միայն շատ լավ կետից խոսեց հայրենասիրության մասին, բայց մարդիկ ավելի խոցելի են լինում, երբ որ դու իրենց գրպաններին ու անձնական ռեսուրսներին ես հասնում, երբ որ իրենց հուշենք իրանք որքան են հետո վճարում այս պահին աղբը թափելու պատճառով, վստահաբար այդ իրազեկումը երևի պետք է նաև նման кейսերի հետ կապված մշակվի, օրինակները հստակ պիտի լինի, որպեսզի պատկերացումը։ Կոմունիտաց շիշը դա մոտավորապես որքան է հետո քեզ մոտ վերադառնում որպես լրացուցիչ ծախս։ Այո, այստեղ շատ կարևոր է, շատ են ասում, մենք ինչու պետքա տեսակավորենք թափոնները կամ ինչու պետքա լինենք շրջակա միջավայրի նկատմամբ ընկերասեր, գուցե կարճաժամկետ հատվածում 1-2 ամսվա կտրվածքով գուցե մեր քաղաքացիները ճիշտ են, բայց երբ որ մենք խոսում ենք երկարաժամկետ կտրվածքով, ինչպես Սիլվան նշեց, 50, 60, 70 տարեկան երբ որ մենք դառնանք, գնալու ենք հսկայական միջոցներ, ֆինանսական միջոցներ ծախսենք, որպեսզի մենք լինենք առողջ, լինենք տոկուն ու դրա համար պետքա այսօր դրա մասին մտածել ու տեսակավորել ու լինել առավել շրջանձև, որպեսզի հետագայում այդ վնասները ֆինանսական միջոցների ներդրումով մենք չմեղմացնենք ու չվնասազերծենք։ Մեր եթերաժամը սպառված է, վերջին հակեր շատ կարճ ուղերձը թե բիզնեսմեններին, թե քաղաքացիներին։ Բիզնեսներին, քաղաքացիներին, խոսեմ բիզնեսների լեզվով, բիզնեսների համար, թող մի քիչ ավելի ճկուն լինեն,
ավելի իրազեկ լինեն, ավելի հետաքրքրվեն եւ կարճաժամկետ մտածելակերպից մի քիչ ավելի ստրատեգ լինեն, որովհետեւ միայն այս պահին կարճ լուծումների հետևից գնալով իրանք բաց են թողում ավելի մեծ հնարավորություններ, որոնք որ կարող են իրենց բիզնեսին, իրենց կյանքին ավելի լավ օգուտներ տան։ Կայունությունը այս պահին շատ կարևոր օրակարգ է, որը արտահայտվում է թե թափոնների կրճատմամբ, թե էներգախնայողությամբ եւ շրջանաձև տնտեսությամբ, թող իրենց ստրատեգիաներում փորձեն արդեն ներառել կայունություն ու կանաչ օրակարգը։ Հանրության մասին ես շատ կարճ սիրեք ձեր հայրենիքը չախտոտելով։ Շնորհակալություն եւ ի վերջո բիզնեսը եթե երկարաժամկետ ծրագրեր չունի իր առջեւ, այն դատապարտված է։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներն էին Հայաստանի շրջանաձև տնտեսության կոալիցիայի նախագահ IMC Armenia-ի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանն ու Հայաստանի շրջանաձև տնտեսության կոալիցիայի հիմնադիր անդամ ISSD-ի հասարակական կազմակերպության համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանը։ Այս եթերից հետո ավելի ուշադիր ենք լինում, մտածում ենք, փորձում ենք այնպես անել, որ այդ բոլոր գործընթացները տեղափոխվեն ենթագիտակցական մակարդակ եւ դա դառնա մեր սովորական առօրյայի մի մասը։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Քո ձայնը